Այս պահին կզրուցենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Հաշվի առնելով իշխանությունների կողմից իրականացվող այս քաղաքականությունը, որը ուղղված է այսպես կոչված եկեղեցու բարենորոգմանը։ Նախ մենք անպայման պիտի անդադար կրկնենք, թե ինչի համար է կալանավորված Արշակ Սրբազանը։ Արշակ Սրբազանի կալանքը բացարձակապես Նիկոլի ցանկությունն է քաղաքական ուղիղ հրահանգով մի բանի համար, որ Արշակ Սրբազանը չի դարձել տիրադավ, չի դավաճանել հայ առաքելական եկեղեցուն, չի միացել այդ կոմպրոմատի գերիներին եւ բնականաբար Նիկոլին ինչ էր մնում, ընդամենը իր պատժիչ մեքենան գործի դնել, իսկ այդ պատժիչ մեքենայի մեջ մնացել են միայն հեղինակազրկված իրավապահները, որոնք ստրկական կարգապահությամբ կատարում են իր SMS-ները։ Արշակ Սրբազանի այս կալանքի գործով շատ կարևոր մանրամասներ կա, ինչի մասին եւս պիտի բարձրաձայնեմ, որովհետեւ դա էլ է խոսում նրա մասին, որ ման են եկել հարմար դատավոր, ման են եկել մարդ, որը միանշանակ պիտի կատարի եւ դուրս չգա քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներից, դրա համար Արշակ Սրբազանի այս կալանքի ձևական իմաստով կալանքի երկարացումը մի քանի դատավորների մոտով անցել է, անգամ փոխվել է դատարանի նստավայր, գալով հասնելով այստեղ այս կենտրոն դատարան, որտեղ Նիկոլի ասած իր սրտի դատավորները, Նիկոլի ասած իր վնգստացող դատավորները կկարողանան կազմակերպել այն ցանկալի միջավայրը, որը նորից Արշակ Սրբազանին կշարունակի պահել կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս ամեն ինչի հետևում չկա քրյա իրավական հիմնավորում, չկա քրյա դատավարական հիմնավորում։ Ես անգամ չգիտեմ, թե փաստաբանները ինչպես են պաշտպանում մեր քաղբանտարկյալներին, որովհետև հիմա ամեն շատ ուղիղ է։ 5-շաբթի օրը Նիկոլը հարց ու պատասխանի ժամանակ կառավարության նիստից հետո դուրս եկել ասել է, որ պետք է պատժվեն իրանց ցանկալի որոշումները չկատարողները։ Հենա շաբաթ օրը բոլոր եպիսկոպոսները դարձել են մեղադրյալ։ Կասկածում եք, որ իշխանության փոփոխությունից հետո եւ պետության վերականգնումից հետո կբացահայտվեն նաեւ այս գործով արկա ձայնագրությունները, թե ով եւ ոնց պետք է կալանքը տար։ Իսկ ինչ է կարծում նպատակավորներ եպիսկոպոսների ժողովի չեղարկումը, այս եպիսկոպոսների նկատմամբ սահմանափակումը արգելքը, որով պետք է դուրս չգան եկեղեցի։ Չեղարկումը որպես կարճաժամկետ նպատակ, իսկ երկարաժամկետ նպատակ ընդհանրապես մի բան ցույց տալ, որ դեմ գնալ Նիկոլին նշանակում է հալածվել, դեմ գնալ Նիկոլին նշանակում է զրկվել սեփական իրավունքներից եւ ազատություններից։ Գլոբալ իմաստով Նիկոլի ցանկությունը եւ նպատակը հայ առաքելական եկեղեցու ցանկացած տեսակի գործունեության ուղղակի կասեցումն է։ Ինքը սեկտան իրա ստեղծել է, իրա սեկտանտությունը անում է, շրջապատված բոլոր տեսակի հնարավոր ախրանիկներով, իրան դա ձեռնտու է։ Հայ առաքելական եկեղեցին հայկական ինքնությունը ոչնչացնելու հետ տրամաբանական կապի մեջ է Նիկոլի համար։ Ինքը պիտի ոչնչացնի առաքելական եկեղեցին, հայ ինքնությունը ոչնչացնելու տրամաբանության մեջ։ Այստեղ ուրիշ որևէ ինչ որ դավադրությունների տեսություններ, ավելի բարդ քննարկումներ, չէ, ամեն ինչ պարզ է։ Եթե Նիկոլի կողմնակիցն ես, կարող ես օրինակ ուղի եթերով սպառնալ, որ վեհափառի գլուխը կջարդես ու դրա համար չկա քրեական հետապնդում։ Կարող ես սոցիալական ցանցերում իրենց հորինած հոդվածով տեղեկատվական խուլիգանությամբ զբաղվել, բայց դրա համար էլ պատասխանատվություն չկա, ընդհակառակը կխրախուսվես, այդ իրանց վարչաբանդայի անդամ կդառնաս։ Մնացած բոլոր դեպքերում, նույնիսկ եթե չկա քրեա իրավական արարք եւ դու հայ ես, Հայաստանի քաղաքացի, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ ընդունում ես Սուրբ Էջմիածինը, ուրեմն ունես խնդիրներ։